Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայնի հարետի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք նախամաշտության հայոց գրերի մասին։ Թեմայի շուրջ կխոսենք հայագետ Ալբերտ Մուշակյանի հետ միասին։ Բարև ձեզ, պարոն Մուշակյան։ Գիտեմ, որ դուք բազմաթիվ ուսումնասիրություններ ունեք նախամաշտության գրերի մասին եւ անմիջապես ուզում եմ ասել առաջին հարցին, ինչպես որոշվեց, որ Մաշտոցը գնա եւ վերագտնի հայոց գրերը։ Հայ ժողովրդի պատմական կենսագրության մեջ տեղի ունեցավ երկու նշանավոր հոգեփոխիչ իրադարձություն։ Դա 4-րդ դարի սկզբին քրիստոնեության ընդունումներ եւ 5-րդ դարի սկզբին հայոց գրերի գյուտը։ Մինչեւ հիմա դա լուսաբանվում է, որ Մաշտոցը լավ գիտակ էր հունարենի, աստորերենի, վերցրեց հունարենից 20-22 տառ, ձևափոխեց այդ տառերը, ստեղծեց հայոց գրեր, հետո աստորերենից մի 7-8 տառ օգտագործելով, ձևափոխելով դարձյալ, ստեղծեց լրացուցիչ հայոց գրեր, մի քանի գիրել ինքը իրենից ստեղծեց եւ դրանով կազմեց հայոց այբուբենը։ Բայց մի շատ վիճելի հարց կա, մասնագետները, որոնք զբաղվել են պալեոլոգիայով, գրերի ստեղծման ընթացքը լուսաբանելու գործով, նրանք հենվել են Կորյունի Վարք Մաշտոցի կենսագրական այդ փոքրիկ երկի վրա, բայց այդ երկը չի գրվել արտացոլելու համար ամբողջ Մաշտոցի կենսագրությունը, այլ գրվել է մի նպատակով 440 թվականին, երբ որ մեկական ամսի 13-ին կամ փետրվարի 17-ին, երբ որ Մաշտոցը վախճանվեց, հենց տեղը նրա անկողնի մոտ, մահվան անկողնի մոտ որոշեցին նրա շիրմի վրա եկեղեցի կանգնեցնել։ Ուրեմն եկեղեցի կանգնեցնելու համար շիրմի վրա անհրաժեշտ էր, որ Մաշտոցը սրբացվի, այսինքն նա ունենա վարք, իսկ վարքը գրվում էր սրբերի մասին, ու հանձնարարվեց Կորյունին անհապաղ, անզբաղապես, ինչպես ասում է, ստեղծել Մաշտոցի վարքը եւ կարճ ժամանակում գրեց այդ վարքը եւ այնտեղ Մաշտոցին դուրս է բերել միանգամայն սրբակենցաղ անձնավորություն, որը միայն զբաղվել է կրթանքներով, վարժանքներով, կրոնական, ինքնախոշտանգման այդ ծեսերով, ստեղծել է հայոց գիրը աղոթքով։ Ասում է, որ շատ ժամանակ անցկացնելով Գողթն գավառում, հետո ուրիշ հեծեծանքների, բաների մեջ, աղոթքների եւ այլն, գնաց Ասորիկ եւ Եդեսիայում մի անգամ անձնատուր լինելով կրթանքների, ծեսերին, աղոթքներին, պաղատանքներին եւ այլն, հորինեց հայոց տառերը։ Մտածում ես, թե այդպիսի բանի համար Մաշտոցը եկավ հասավ Ասորիկ, այդ նույն հեծեծանքները կարող անել հենց Հայաստանում, այդ Հայաստանի վայրերը, եկեղեցին, Վաղարշապատը եւ այլն, որ ավելի պակաս սուրբ տեղեր չէին, իսկական Մաշտոցի կենսագրությունը կարելի է կարդալ միայն Մովսես Խորենացու հայոց պատմության մեջ, որտեղ պատմահայրը շարադրել է տարբեր գլուխներով դրվագներ Մաշտոցի կյանքի մասին, երբ որ հետևում ես անցած բոլոր ճանապարհներին, տեսնում ես, որ այդ բոլորի մեջ մի ընդհանուր միավորող բան կա։ Մաշտոցը գրերի գյուտի համար գնաց Գողթն, ինչու, որ իբրև թե պայքարի հեթանոս արմատի դեմ, այսինքն քրիստոնեություն տարածի, բայց քրիստոնեություն տարածելու համար հայ եկեղեցին շատ ավելի հմուտ քարոզիչներ ուներ, որտեղ պատկերացրեք, Մաշտոցը ընդամենը 1-2 տարի Արքունիքում Արավան Հազարապետի օրոք Ատենա դպիր լինելուց հետո, երբ որ արդեն գործ ուներ օտար լեզուների հետ,
թղթեր էր ստանում, հրովարտակներ, գրագրություններ, ամբողջ ժամանակ ստիպված լինելով թարգմանել դրանք, մտածեց, իսկ ինչու չստեղծել հայոց գրեր, որ մի անգամից դրանք ոչ թե բերանացի թարգմանվեին եւ դրանք կոր չէին, այլ դրանք իսկապես թարգմանվեին գրավոր եւ մնային որպես փաստաթղթեր։ Եվ ահա Մաշտոցը այլևս երկար չի մնում եւ գնում է Գողթն։ Ինչու Գողթն։ Նա գնաց այնտեղ, որպեսի քրմերի հետ հաղորդակցության մեջ մտնի։ Սահակ Պարթևը ուզեց Մաշտոցի միջոցով կապ հաստատել, որպեսի այդ ձևով տիրանան գրերի գաղտնիքին։ Իսկ գրերի տոտեմը, այսպես ասած, դա քրմական դասի գաղտնիքն էր։ Պարտադիր չէր, որ ասենք թե մեկը մատյանը գտներ եւ ասեր, որ դրանով գիր է գտել, այդպես չի լինում։ Գիրը պետք էր կարդալ, իսկ գրի կարդալու գաղտնիքը քրմերը պահում էին իրենց մոտ որպես իրենց սրբազան տոհմային գաղտնիք։ Մաշտոցը գնաց այնտեղ, նա ամեն կերպ աշխատում էր բարեկամություն ստեղծել քրմերի հետ, նրանց հավատը, վստահությունը ձեռք բերել։ Եվ երբ որ քրմերը համառեցին Սահակ Պարթևի համաձայնությամբ, նրանք թույլ տվեցին, որպեսզի քրմերը իրենց կուռքերի հետ միասին տեղափոխվեն Ատրպատական երկրի ծայրը եւ այնտեղ ազատ պաշտեն իրենց կրոնը։ Պատկերացնում եք, ուրեմն այսպիսի բան թույլ տրվեց 4-րդ դարի վերջում, 5-րդի սկզբում, հանուն այդ բանի, որպեսզի նրանք կարողանան վստահություն ձեռք բերել քրմերի հետ ունեցած հարաբերություններում։ Մաշտոցը դրանից հետո գնաց միջագետ Վրամ Շապուհի միջոցով հայտնի դարձավ, որ Դանիել եպիսկոպոսը ստեղծել է հայերեն բաղաձայն գիր առանց ձայնավորների, ինչպես բոլոր սեմական այբուբենները ունեն։ 2 տարի այդ դանիելյան գրերով գրեցին եւ շատ սխալներ էին լինում, որովհետեւ բաղաձայն այբուբենները ստեղծված են միայն սեմական լեզուների համար, որոնք թեքական լեզուներ են, ներքին թեքման լեզուներ են։ Հայերենը կցական լեզու է։ Հայերենի բառերը ստեղծվում են նախածանցների եւ վերջածանցների միջոցով, իսկ բուն արմատը, որի վրա ստեղծվում է այդ բառը, նա մնում է անփոփոխ։ Մյուս սեմական լեզուներում այդպես չէ, նրանց ձայնավորները բոլորը փոխվում են։ Մաշտոցը գնաց Դանիելի մոտ, որպեսզի իմանա, թե որտեղ կարող է գրքեր գտնելով ուսումնասիրել հին հայոց մնացած գրերը։ Նրա խորհրդով գնում է Եդեսիայի դիվանը եւ տեսեք էլի ինչ է։ Մաշտոցը գնում է դարձյալ հեթանոսական գրի հետևից։ Ինչից է երևում։ Նա գնում է այդ դիվանի ճարտասանի մոտ Պլատոն անունով, Պղատոն, որը ինքը հեթանոս էր, եւ որովհետեւ հայերեն լավ գիտեր, նա հանում է իր մոտ եղած հին դպրությունների վերաբերյալ գրքերը եւ իր գիտած հայերենով բառեր կարդալ, բայց Խորենացին ասում է գլուխ չբերելով այդ գործը խոստովանեց նա իր տգիտությունը։ Ինչ է ասում այդ ճարտասանը։ Ինչ է խորհուրդ տալիս Մաշտոցին, ասում է ինքը ճիշտ է չկարողացավ, բայց ինքը ունեցել է մի ուսուցիչ Եպիփան անունով, որը գնացել է այդ դիվանից քրիստոնեություն ընդունելու համար Սամոս կղզում կամ Սամոսատ քաղաքում եւ իր հետ տարել է շատ հեթանոս գրքեր, որոնք նվիրված էին հին դպրություններին։ Տեսեք թե ինչ է ասում։ Այսինքն դարձյալ այստեղ խոսքը գնում է հեթանոս գրչագետներին փնտրելու մասին։ Ու Մաշտոցը գնում է դարձյալ այդ բանի հետևից եւ գնում է տեսնում է, որ այդ հեթանոս դպրությունների այդ ուսուցիչը վախճանվել է արդեն եւ մնացել է նրա աշակերտ Հռոփանոսը, հավանորեն իր մոտ պահելով նրա տարած այդ հեթանոսական գրքերը։ Նա գնում էր, որպեսզի գտնի հին հայոց գիրը եւ այդ գիրը գտավ։ Պարոն
Մուշեղյան, անդրադառնանք ձեր բացահայտումներին, դուք բացահայտել եք գրեր, որոնք կրկնում են մեր հայոց գրերը, եւ կներկայացնեք ինչ գրեր էին դրանք եւ որտեղից են գալիս, եւ պատմական աղբյուրներում ինչ վկայություններ կան հենց այդ գրերի մասին։ 1979 թվականին գտնվում է Լենինգրադում մի գիրք նվիրված հին արևելքի մշակույթին։ Ու այդ գիրքը հենց այնտեղ գրադարանում թերթել է սուրում գիտես անգար տեսավ հայերեն տառ էր, պարզվեց, որ դա քարոշտի կոչված գիրն է, որի մասին ցավոք սրտի մեր ոչ մի լեզվաբան չի գրել։ Հետամուտ եղավ էսեցի մի քանի համաշխարհային այբուբենին նվիրված ուսումնասիրություններ, տեսա, որ այստեղ նույնիսկ աղյուսակներ կան քարոշտի գրի, բայց ցավոք սրտի նրանցից ոչ մեկը թվակիր չէր այդ արձանագրությունները առանցին չկային, դրանք հավաքած էին մեկ ընդհանուր աղյուսակի մեջ բոլոր հնարավոր նիշերը։ Ինչով էր տարբերվում իմ հրատարակած գտած այդ արձանագրությունները։ Նա միակն է դրանց մեջ, որ թվակիր է, գրված է, քանդակված է քարի վրա 3 տող ընդամենը մեր թվակության 38 թվականին Քրիստոսին խաչելուց հետո գրեթե նրան հասակակից այդպիսի հնություն եւ կոնկրետ թվակիր արձանագրություն, որը թույլ էր տալիս որոշակի ժամանակի մեջ տեղադրել այս եւ արձանագրությունները եւ հայոց հին գրի մասին նոր ձևավորող պատկերացումները։ Ճիշտ հայերենին նույնական եւ նման մոտ 27 տառ կար։ Ուրեմն սա խոսում է այն մասին, որ այդ գիրը արդեն գոյություն ուներ։ Ունենք վկայություն, օրինակ Հիպոլիտոս Բոստրացու ժամանակագրությունը կա, նա վախճանվել է 235 թվականին, Հռոմի եպիսկոպոս, նա վկայում է, որ հայերենը պատկանում է այն լեզուների թվին, ովքեր գիր ունեն, սեփական գիր ունեն։ Ուրեմն սա մի վկայություն։ Երրորդ դարի մի հույն հեղինակ կա Ֆիլոստրատոս, ավանդություն է հաղորդում, թե Կապադովկիայում գարնանը հայտնվում էր մի հովազ, այդ բուրմունքներից հմայված գալիս էր այդտեղ, որ իր վզին ուներ մանյակ եւ այդ մանյակի վրա գրված էին հայերեն տառեր, որ այս հովազը նվիրվում է Աստծուն, Արշակ թագավորի կողմից։ Ուրեմն այս վկայությունն էլ կա։ Երբ որ հայտնաբերում ես արձանագրություն թվակիր, որտեղ այդ տառերը կան, այլևս կասկած չի մնում, որ դա եղել է հենց քարոշտի գիրը։ Եվրոպական լեզվաբանները, ովքեր ուսումնասիրել են այդ գիրը, իհարկե ոչ մի տող չեն գրում այն մասին, որ դրանից հայերենն է ստեղծվել, ուրեմն այդ քարոշտին բացատրում են խարա փոստա բառերից։ Դա հնդկա-պարսկական բառերի արմատներ են, խար նշանակում է էշ, իսկ փոստան մեր փոստն է, ոչխարի փոստը կամ հորթի փոստը։ Ուրեմն ինչ է նշանակում խարափոստա։ Խարափոստա նշանակում է իշակաշի, այսինքն մագաղատ, որի վրա գրել էին։ Մեզ մոտ տարածված է մի բան, որ մագաղաթը սարքում են հորթի կաշվից, չգիտեմ ինչ ես բանից, բայց եւ ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա։ Մագաղաթ բառը մեր լեզվաբանները Աչարյանը, Հյուբշմանը բացատրում են եբրայերեն սեմական մեկելովթ բառից, որը նշանակում է իբրև գալար։ Մագաղաթը դա ծագում է Հնդկաստանի Մագաղթա քաղաքի անունից, որտեղ արտադրվել է այս իշակաշվին, կաշին եւ դրանով մատակարարել են առևտրականների միջոցով բոլոր այն վայրերին, որտեղ գրչական կենտրոններ են եղել։ Մագաղաթը այս Մագաղթա քաղաքից, վայրից բերած այս իշակաշին է, որի վրա գրվել է խարոշտի գիրը։ Տեսեք, թե նա ինչքան ճիշտ է պահպանվել հայերեն, ոչ թե մեկելովթն է ձևափոխվել եւ դարձել Մագաղաթ, այլ հենց այդ քաղաքի անունն է նույնությամբ պահպանվել մեզ մոտ այդ բերված իշակաշիների, իշակաշվի շնորհիվ։ Այդ գիրը
գործել է մեզ մոտ մինչև 3-րդ դարը եւ 3-րդ դարից հետո պատերազմների հետևանքով զրադաշտական ազդեցությունների տակ ընկնելու հետևանքով եւ այլն վերացել է կամ այդ քրմերը, ինչպես ասացի, իրենց փակ կենցաղով, իրենց հին մշակույթը գրքերը պահպանելու նպատակով ավելի խորն են թաքցրել իրենց այդ գրագիտության գործը։ Մաշտոցը գտավ գրերը, միթե նա անմիջապես կարողացավ կարդալ այդ գրերը, թե առաջացան որոշակի խնդիրներ։ Եվս մի զարմանալի ապացույց, Մաշտոցը երբ որ վերադառնում է ասորիքից, արդեն հայերեն գրերը գտած, գալիս են մի քանի օր ամբողջները դիմավորում են նրան, մեծ տոնախմբություն է լինում եւ Կորյունն ասում է, երբ որ այդ տոնախմբության օրերն անցան, Մաշտոցը հրաման առավ հայոց թագավոր Վռամշապուհից եւ գնաց առաջինը կրթություն տարածելու հին մարած կողմերում։ Եկել է վաղարշաբաթ փոխանակ այդ նորաստեղ տարերով այստեղ դպրոց սարքի, այսինքն դպրոցները կային, փոխանակ այդ դպրոցներում սովորեցնելու այդ տարերը, որ աշակերտությունը արդեն 2 տարի ձախողված այդ բաներները սովորում չեն, բաղաձայն այբուբենով եւ այլն, գտել է մի քանի տարի էլ անցել է, երևի այդ գիրը սովորել է դադարեցրել են, փոխանակ այդ նորաստեղ տարերով վերսկսելու ուսուցանելու հայերենը, հանկարծ Մաշտոցը վեր է կենում երկար ճանապարհից հետո, գնում է նորից հիմա Ատրպատականի կողմերը, Հայաստանի ծայրը, որպեսզի իր այդ նորաստեղծ ձայնավոր տարերը մեկ ընդհանուր համակարգի բերի հին հայոց գրերի հետ, որպեսզի նրանք իրենց տեսքով չտարբերվեն ոչ մի բանով, որտեվ հին քրմերը հմուտ գրչագիրներ էին, այդ գործի մասնագետներ եւ գնում է նրանց մոտ եւ նա ընդունելություն է գտնում այնտեղ ու վերադառնալուց հետո նոր Մաշտոցը վերսկսում է իր նոր բերած տարերով ուսուցանելու գործը։ Այն գաղափարը, որ Մաշտոցը բերելուց հետո անմիջապես գնացել է մարած կողմերը, այնքան զորավոր է այդ գաղափարը եւ այնքան անհասկանալի է այս իմ տեսությունից դուրս, այնքան անհասկանալի է, որ Ակինյանը վերցրել է Մաշտոցի վարքը եւ տեղաշարժել է բոլոր հատվածները։ Այս Վաղարշաբաթ վերադառնալուց հետո այս հատվածը տարել է դրել է մի քանի էջ ենքում։ Այն մյուս հատվածը, որտեղ որ Մաշտոցը, ասենք, Սյունյաց գավառից գնում է հարևան գավառը այնտեղ ուսուցանելու կամ Գողթնից գնում է հարևան գավառը այնտեղ մարած գավառը այնտեղ ուսուցանելու, այդպես տեղաշարժել է եւ սարքել է մի կատարյալ խառնաշփոթ, իբրև թե ուղում է տեքստը, որովհետև այնքան անբնական է, որ հանկարծ ինչպես կարող է մարդը այբուբեն բերի եւ վաղարշաբաթում այդ ուսուցանելու փոխարեն առնի գնա Ատրպատականի ծայրը, չգիտեմ որտեղ, ինչու է գնում արած կողմերը։ Դրանց մոտ այդ գաղափարը չկա, որ նա գնում է այդ քրմերի մոտ, որ այնտեղ այդ քրմերի հետ նա բարեկամություններ արել եւ ինչու է գնում է Հայաստան։ Դա հասկանալի է դառնում միայն ահա այս նոր տեսությամբ, որը դեմ է նախկին բոլոր պատկերացումներին գրաստեղծման։ Ինչ նմանություն եւ ինչ տարբերություն կա քարոշտի գրի եւ հայերեն Մաշտոցյան գրի միջև։ Բայց արդյոք հիմա ասեմ, շատերն ասում են Մաշտոցը վերականգնեց հին հայոց գիրը։ Դա նշանակում է Մաշտոցի վրայից վերցնես գիր ստեղծելու այդ առաքելությունը, նրա հանճարը նրանից կտրես, այդպիսի բան չկա։ Նախ ասեմ, որ Մաշտոցը ինքը հայ ժողովրդի հանճարի փայլատակման եզակի դրսևորումներից մեկն էր։ Ինչ է նշանակում այդ հավատավոր ժամանակների համար ասել, թե Մաշտոցը տեսիլք տեսավ, ինչպես խորենացին է գրում։ Կեսարթուն նա տեսնում էր, թե ինչպես Աստծո թաթը քարի վրա գծելով թողնում է
հետքերը ինչպես ձյան վրա արտնանալով ստեղծեց հայոց գիրը։ Ուրեմն Մաշտոցին վերագրել այսպիսի մի սրբազան աստվածային տեսիլք, չէ, մեր հին հները այսպես էին մեկնաբանում նրա գյուտը։ Ահա այսպիսի սրբազան բան է գիրը։ Այս տեսիլքը տեսնելուց հետո, գրելուց հետո բացատրել այնպես, որ այդ տեսիլքից հետո ոչ թե Մաշտոցը իսկապես Աստծո ձեռքի հետքերն է թղթի վրա անցկացրել ու այսպես ստեղծել։ Չէ, ասում են հունարենից վերցրեց այսինչ տարը, ձևափոխեց, ստեղծեց հայերեն այսինչը։ Մյուսը այդպես, մյուսը այդպես եւ այսպես անընդհատ ուրեմն 30 տար ստեղծել է այդպես ձևախղելով ուրիշների այբուբենները։ Լավ է, որ ես չգիտեմ, մինչև հիմա հույները, ասորիները չեն զրպարտում հայերին, թե մենք կողացել ենք իրենց գինը։ Լավ է, կարող ենք այդ օրին էլ հասնել, եթե շարունակենք այդպես բանել։ Շնորհակալություն, պարոն Մուշեղյան, սիրելիներս, այսօր այսքան, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ ձայնի լրատվականի ձայնարատի հայագիտական հաղորդաշարը։ Հաջողություն կհանդիպենք։